Երբևէ զգացել եք, որ հայտնվել եք փակուղում։ Կարծես մենակ եք պայքարում առանց ուժերի, եւ Աստծո լռությունը միայն ուժեղացնում է ձեր տառապանքը։ Գուցե այսօր դուք հենց այդպես եք ապրում։ Փուլ, երբ թվում է ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, երբ խնդիրները բազմանում են, իսկ պատասխանները չեն գալիս։ Բայց շնչեք, որովհետև այս պատգամը ձեզ հասել է ոչ պատահաբար։ Ոչինչ պատահական չի լինում։ Եթե այսօր այստեղ եք, ապա դա այն պատճառով է, որ Աստված ուզում է այսօր խոսել ձեզ հետ։ Նա ուզում է հիշեցնել ձեզ այն մասին, ինչ գուցե ձեր սիրտը մոռացել է։ Այս իրավիճակի լուծումն արդեն պատրաստված է նրա կողմից։ Գուցե դեռ չեք տեսնում, բայց երկինքն արդեն շարժման մեջ է։ Աստծուն մեծ նշաններ պետք չեն, որպիսի գործի։ Նա աշխատում է լռության մեջ, մանրուքներում, անտեսանելիում, եւ այսօր նա ձեզ բերել է այստեղ հանգստացնելու ձեր հոգին եւ թարմացնելու ձեր հավատը։ Մինչ շարունակենք, բաժանորդագրվեք ալիքին եւ ակտիվացրեք զանգը, որպիսի ստանաք առաջիկա ողջ բովանդակությունը։ Եվ եթե այս պատգամը ձեզ է ուղված, դարձեք ալիքի անդամ եւ մեզ հետ գնացեք հավատի, ապաքինման եւ նպատակի այս ճանապարհով։ Մեկնաբանություններում գրեք. «Ես հավատում եմ, որովհետև Աստված արդեն հոգ է տանում ձեր մասին»։ Սա պարզապես արտահայտություն չէ, սա հավատի արարք է։ Այժմ, երբ ձեր սիրտը ավելի բաց է դարձել, եկեք միասին անցնենք այս խոսքով, որը քայլ առ քայլ ցույց կտա ձեզ, թե ինչպես է Աստված գործում, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Առաջինը, երբ թվում է, թե ամեն ինչ փլուզվում է, Աստված սկսում է վերականգնել։ Քանի անգամ եք շուրջը նայել եւ մտածել. «Ինձ համար ամեն ինչ ավաստված է»։ Այն զգացումը, երբ տեսնում եք, թե ինչպես են ծրագրերը, երազանքները եւ վստահությունը փլվում ավազե ամրոցի պես, հուսահատորեն, կարծես հողը ձեր ոտքերի տակից գնացել է եւ մնացել է միայն դատարկություն, վախ եւ լռություն։ Բայց այն, ինչ թվում է ավարտ, հաճախ ինչ-որ բանի սկիզբ է, որ դեռ չեք հասկանում, որովհետև ձեր ցավի վայրը հաճախ նույն այնտեղն է, որտեղ Աստված որոշում է սկսել ապաքինումը։ Գուցե այսօր դուք փորձում եք հավաքել ինչ-որ կոտրված բանի բեկորները, հարաբերություններ, նախագիծ, փուլ, որն ավարտվել է, եւ հոգու խորքում զգում եք, որ չափազանց փոքր եք ամեն ինչ նորից սկսելու համար։ Բայց Եսայա 43:19-ում կա կենդանի խոստում, որն ասում է. «Ահա ես նոր բան եմ անում, այն արդեն դուրս է գալիս լույսի»։ Դուք չեք նկատում դա։ Աստված չի վերականգնում անկայուն ավերակների վրա։ Նա մաքրում է հողը եւ սկսում է ամեն ինչ նորից, ճիշտ ձևով, նույնիսկ եթե դա ցավոտ է։ Մեր տեսողությունը սահմանափակ է ընթացիկ պահով, բայց Աստված արդեն ապագայում է։ Նա տեսնում է այն, ինչ դուք դեռ չեք տեսնում։ Երբ ամեն ինչ փլուզվում է, նա չի խուճապվում, ընդհակառակը, նա աշխատում է։ Ինչպես կավագործը կոտրված կավից, նա կոտրվածը վերածում է ավելի ամուր եւ գեղեցիկ բանի։ Դուք հոսանքով չեք լողում։ Դուք գտնվում եք այն ձեռքերի մեջ, ով երբեք վերահսկողությունը չի կորցրել։ Կարող է թվալ, թե մենակ եք, բայց դա այդպես չէ։ Մթության մեջ, երբ ոչ ոք չի տեսնում, Աստված արդեն աշխատում է։ Նա սիրով եւ զորությամբ հավաքում է ձեր կյանքի յուրաքանչյուր բեկոր։ Սաղմոսերգում գրել է Սաղմոս 147:3-ում. «Նա բուժում է սրտով կոտրվածներին եւ կապում է նրանց վերքերը»։ Նա անտեսում չէ ձեր ցավը, նա այն օգտագործում է որպես նյութ ավելի մեծ բանի համար։ Դադարեցրեք ավերակներին նայել որպես վերջնական նպատակ։ Սկսեք տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում։ Նորի հիմք։ Եվ երբ ժամանակը անցնի, դուք կտեսնեք, որ այն պահը, երբ ամեն ինչ ավարտված էր թվում, իրականում հենց այն պահն էր, երբ Աստված սկսեց։ Այսպիսով խորը շունչ քաշեք, սա հանգստացնում է սիրտը, եւ բարձրաձայն ասեք, հրաժարվելով հանձնվելուց։ Եթե Աստված թույլ տվեց, որ այն փլուզվի, ապա դա այն պատճառով է, որ նա պատրաստվում է կառուցել ավելի լավ բան, եւ նա է։ Երկրորդը. Աստծո լռությունը երբեք բացակայություն չէ, այլ ռազմավարություն է։ Աստծո լռությունը ցավ է պատճառում։ Եկեք ազնիվ լինենք։ Դուք աղոթում եք, կոչում եք, սպասում եք եւ ոչինչ։ Ոչ մի պատասխան, ոչ մի նշան, միայն ձեր ձայնի արձագանքն է երկնքում, որը թվում է լուռ։ Բայց թույլ տվեք ասել ձեզ ճշմարտությունը, որը փոխակերպում է։ Աստծո լռությունը երբեք լքվածություն չէ, սա պատրաստություն է։ Հովհաննեսի ավետարանը 11-րդ գլխում Մարթան եւ Մարիամը կանչել են Հիսուսին, երբ Ղազարի հիվանդ էր։ Նա սպասել է 4 օր։ 4 օր, որոնք հավերժություն էին թվում, եւ այդ ընթացքում քույրերի հոգիներում լռությունը գոչում էր։ Բայց Հիսուսը բացակա չէր։ Նա սպասում էր ճիշտ պահին ավելի մեծ հրաշքի համար, որովհետև երբեմն Աստված սպասում է, մինչև բեմը լիովին մթնի, որպեսզի նրա լույսն ավելի վառ փայլի։ Երբևէ մտածել եք, որ այն, ինչ դուք անվանում եք ուշացում, իրականում աստվածային ռազմավարություն է։ Աստծո լռությունը հենց այնտեղն է, որտեղ աճում է հավատը։ Հենց այստեղ է մահանում մարդկային վերահսկողությունը եւ ծնվում իսկական կախվածությունը։
Նա ձեզ հասցնում է սահմանին, ոչ թե պատժելու, այլ ցույց տալու, թե ով է նա հովտի հատակին։ Սաղմոս 46-ում ասվում է. «Հանգստացեք եւ իմացեք, որ ես Աստված եմ»։ Լռելը նշանակում է չհանձնվել, վստահել առանց լսելու, հանգստանալ առանց տեսնելու, տեղում կանգնել նույնիսկ երբ ամեն ինչ շուրջը ասում է, որ ամեն ինչ ավարտված է, որովհետև հավատքին պատասխաններ պետք չեն, այլ համոզմունք, եւ Աստված գործում է նույնիսկ երբ դուք չեք զգում։ Մինչ դուք մտածում եք, որ նա լռում է, նա գրում է մանրուքները, որոնք դուք կհասկանաք միայն հետո։ Յուրաքանչյուր րոպե լռության նպատակ ունի, եւ երբ պատասխանը գա, դուք հետ կնայեք եւ կասեք. «Ես ուրախ եմ, որ նա ինձ չպատասխանեց»։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ երկինքը լուր թվա, մի հուսահատվեք։ Հիշեք, լռությունը բացակայություն չէ, սա ռազմավարություն է։ Եվ ձեր պատմության հեղինակը գրում է գլուխ, որը ամեն ինչ արժեքավոր կդարձնի։ Երրորդը. այն, ինչ այսօր ձեզ շփոթեցնում է, վաղը կդառնա ձեր պատասխանը։ Կան օրեր, երբ ոչինչ իմաստ չունի, դուք հարցնում եք ինքներդ ձեզ. ինչու է սա ինձ հետ պատահել, որտեղ է Աստված այս ամենում։ Միտքը փլուզվում է փորձելով հասկանալ այն, ինչ սիրտը չի կարողանում դիմանալ։ Բայց հենց այս շփոթության պահերին Աստված սկսում է բացահայտել ավելի մեծ բան։ Ռոմեացիներ 8:28-ը մեզ հիշեցնում է. «Գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն ինչ համագործակցում է բարու համար»։ Ամեն ինչ, ոչ միայն լավը։ Այդ թվում նաև այն, ինչ ցավ է պատճառել, ինչը ստիպել է լաց լինել, ինչը անարդար է թվացել։ Աստված շփոթությունը վերածում է պարզության, խառնաշփոթը վկայության։ Գուցե այսօր դուք գտնվում եք մթության կեսին, առանց ուղղության, բայց Աստված տեսնում է ամբողջը։ Նա ժամանակից դուրս է եւ գիտի վերջը սկզբից։ Այն, ինչ դուք տեսնում եք որպես առանց տրամաբարության գլուխկոտրուկ, նա տեսնում է որպես ավարտված գործ, եւ ձեր այսօրվա ցավը վաղվա խաղաղության բացատրությունն է ինչ-որ մեկի համար։ Երբևէ մտածել եք, որ ձեր պատմությունը կարող է ապաքինել ուրիշին։ Այն, ինչ ձեզ ցավ է պատճառում, կարող է հենց այն լինել, ինչը թույլ է տալիս ձեզ հեղինակությամբ խոսել հավատի, դիմացկունության եւ հույսի մասին։ Աստված երբեք տառապանքը զուր չի ծախսում։ Նա վերամշակում է ցավը եւ այն վերածում ուղղության։ Շփոթությունը թուլության նշան չէ, սա ապացույց է, որ դուք դեռ հոգ եք տանում, դեռ զգում եք, դեռ կենդանի եք։ Բայց հիմա ամեն ինչ հասկանալ պետք չէ, ձեզ պարզապես պետք է շարունակել վստահել, որովհետև Աստծո ծրագիրը միշտ նախորդում է բացատրությանը, եւ երբ ամեն ինչ իր տեղ ընկնի, երբ կտորները իմաց ստանան, դուք կհասկանաք, որ այդ մութ հովիտը քողարկված ճանապարհ էր, ճանապարհ, որը ձեզ ուղիղ բերեց այն պատասխանի, որ փնտրում էիք։ Չորրորդը. երբ դուք կորցնում եք վերահսկողությունը, նա ստանձնում է պատասխանատվությունը։ Ճշմարտությունը կոշտ է, մեզ դուր է գալիս ամեն ինչ վերահսկել, պլանավորել, կանխատեսել, հաշվարկել յուրաքանչյուր քայլ, բայց հետո գալիս է կյանքը եւ ամեն ինչ փչացնում է։ Պլանները չեն իրականանում, մարդիկ փոխվում են եւ դուք հայտնվում եք շփոթության մեջ։ Հենց այդ ժամանակ Աստված ասում է. «Հիմա ես կարող եմ գործել»։ Առակներ 16:9-ում ասվում է. «Մարդու սիրտը մտածում է իր ճանապարհի մասին, բայց Տերը ուղղում է նրա քայլերը»։ Դուք վերահսկողություն չեք կորցրել, դուք երբեք չեք ունեցել այն։ Տեղի է ունեցել այն, որ Աստված ձեզ ազատել է վերահսկողության պատրանքից, ցույց տալու, թե ով է իրականում ուղղում ճանապարհը։ Մինչ դուք փորձում եք ամեն ինչ ինքներդ լուծել, նա սպասում է, բայց երբ դուք բաց թողնեք, նա ստանձնում է։ Աստված չի մտնում ինքնաբավ սրտերի մեջ։ Նա գալիս է, երբ կա բավարար խոնարհություն ասելու. «Ես չեմ կարող, բայց դու կարող ես»։ Կարող է թվալ, թե հոսանքով եք լողում, բայց իրականում ձեզ առաջնորդում են։ Աստված լավագույնս աշխատում է տողերի միջև, վարագույրի հետևում, ձևերով, որոնք դուք չեք հասկանում։ Եվ երբ դուք բաց եք թողնում ղեկը, նա ձեզ տանում է այնպիսի ուղիներով, որոնց գոյության մասին դուք նույնիսկ չեք կասկածում։ Վերահսկողությունը հյուծիչ է, այն չափազանց ծանր է մարդու համար, բայց երբ հասկանում ես, որ այլևս ստիպված չես մենակ պայքարել, բեռը թեթևանում է, որովհետև այն, ով ձեզ առաջնորդում է, երբեք չի շեղվում ճանապարհից։ Նա այնտեղ էր, արդեն ամեն ինչ պատրաստել էր։ Այսպիսով շնչեք, թողեք վախը, հրաժարվեք այն փորձերից, որոնցով փորձում եք ամեն ինչ լուծել ձեր սեփական ուժերով եւ թույլ տվեք ինքներդ ձեզ հանգստանալ, որովհետեւ վերահսկողությունը երբեք ձեր ձեռքերում չի եղել, եւ սա լավագույն լուրն է, որ երբևէ կարող եք ստանալ։ 5-րդը. Աստված կուլիսների հետևում կարգավորում է այն, ինչ դուք չեք կարող տեսնել։ Երբևէ եղել եք ներկայացման, մինչև պրեմիերան։ Ամեն ինչ անկարգ թվում է, ավարտված չէ դեկորացիաները, ցրված դերասանները, անկարգ հերթերը, բայց ռեժիսորը գիտի, թե ինչ է անում, եւ ճիշտ պահին ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նույնն է Աստծո հետ։ Այն, որ դուք չեք տեսնում, չի նշանակում, որ նա չի գործում։
Եբրայեցիս 11:1-ում հավատքը սահմանվում է որպես վստահություն այն բանի նկատմամբ, որի վրա հույս ունենք, եւ ապացույց այն բանի, ինչ չենք տեսնում։ Հավատքը հենց այն է, հավատալ այն, ինչ դեռ չի երևում, որովհետև դուք վստահում եք խոստման հեղինակին։ Մինչ դուք լաց եք լինում մտածելով, որ ոչինչ չի կատարվում, երկինքը շարժման մեջ է։ Աստված մարդկանց է կարգավորում, կապեր է խզում, անտեսանելի դռներ է բացում, ռեսուրսներ է պատրաստում, ամեն ինչ կուլիսների հետևում։ Եվ երբ վարագույրը բացվի, անհնար կլինի չտեսնել նրա ձեռքը յուրաքանչյուր մանրուքում։ Գուցե դուք անհամբեր եք մտածելով, որ տեղում եք կանգնած, բայց կա շարժում, որը գտնվում է ձեր հասանելիությունից դուրս։ Նրան պետք չէ ցույց տալ ձեզ գործընթացը, նրան պարզապես պետք է, որ դուք վստահեք արդյունքին։ Աստված աշխատում է, մինչ դուք հանգստանում եք։ Աստված մանրուքների գիտակ է։ Նա է, ով փոքր ընտրությունները վերածում է մեծ փոփոխությունների։ Նա է, ով նույնիսկ ցավը օգտագործում է որպես գործիք։ Եվ երբ դուք ամենակիչն եք սպասում, այն ամենը, ինչ այսօր անկարգ թվում է, կդառնա հրաշքի բեմ։ Այսպիսով պահպանեք հավատքը։ Չնայած այն հանգամանքին, որ հիմա ամեն ինչ խճճված է թվում, բեմը պատրաստվում է։ Եվ երբ գա ճիշտ ժամանակը, դուք կհասկանաք Աստված հոգ էր տանում ամեն ինչի մասին, նույնիսկ երբ դուք ոչինչ չէիք տեսնում։ 6-րդը. Իմաստ կա նույնիսկ այն ցավի մեջ, որը դուք չեք հասկանում։ Երբևէ զգացել եք այնպիսի ուժեղ ցավ, որ միակ հնարավոր հարցը եղել է ինչու։ Գուցե դեռ ապրում եք դրանով, բաց վերք, դատարկություն, որ ոչ ոք չի կարողանում լցնել։ Եվ ամեն ինչ, ինչ ուզում էիք, բացատրություն էր, բայց թույլ տվեք ասեմ ձեզ մի բան, որը փոխում է ամեն ինչ։ Ոչ ամեն ցավ կարելի է բացատրել, որոշները գալիս են զբաղեցնելու ձեր տեղը։ Աստված երբեք տառապանքը զուր չի ծախսում։ Բկորինթացիս 4:17-ին Պողոսը հիշեցնում է մեզ, որովհետև մեր թեթև եւ ժամանակավոր տառապանքը մեզ համար պատրաստում է անչափ ծանր փառքի բեռը։ Այն ինչ թվում է պատիժ, կարող է լինել ապաքինում։ Այն ինչ այսօր ցավում է, վաղը կդառնա ուժ։ Ցավը բացում է տարածք, որը հարմարավետությունը երբեք չէր բացի։ Հենց ցավից է հոգին սովորում կախված լինել։ Հենց հովտում է աճում հավատքը։ Հենց մթության մեջ է Աստծո լույսն ամենավար փայլում։ Գուցե հիմա նույնիսկ չեք հասկանում, բայց ապագայում ամեն ինչ իմաստ կունենա։ Երբեմն Աստված թույլ է տալիս, որ ինչ-որ բան կոտրի ձեզ, որովհետև միայն այդ ժամանակ դուք դադարում եք լուր վազել այն բանի հետևից, ինչը սպանում էր ձեզ։ Նա թույլ է տալիս պարտվել հաղթելու համար։ Նա փակում է ցիկլերը պատմություններ բացելու համար։ Եվ մինչ դուք հարցնում եք ինչու, նա պատրաստում է ինչուի պատասխանը։ Հիշեք Հովսեփին, նրան վաճառեցին, մերժեցին, մոռացան եւ այս ամենը մաս էր կազմում ծրագրի։ Ի վերջո նա կարողացավ ասել. «Դուք իմ դեմ չարություն մտածեցիք, բայց Աստված այն դարձրեց բարի»։ Ծննդոց։ Սրանում է Աստծո ուժը, ցավը վերածել նպատակի։ Այսպիսով, եթե այսօր ձեր հոգին հառաչում է պատասխանների որոնումներում, հանգստացեք։ Ոչ ամեն ցավ հիմա է բացատրվում։ Որոշ ցավեր սերմեր են, եւ պտուղները հայտնվում են միայն ճիշտ ժամանակին։ Մնացեք ուժեղ, որովհետև այնինչ այսօր թվում է պատիժ, վաղը կլինի ուղղություն։ 7-րդը. Ձեզ չեն մոռացել, ձեր մասին հոգ են տանում։ Երբ ժամանակն անցնում է, իսկ ոչինչ չի փոխվում, սիրտը սկսում է հավատալ ամենադաժան ստի. Աստված մոռացել է ինձ։ Բայց սա ուղիղ հակառակն է ճշմարտությանը։ Ձեզ չեն մոռացել։ Ձեզ պատրաստում են խոստման կուլիսներում։ Մտածեք Դավթի մասին։ Նրան օծեցին թագավորության համար երիտասարդ տարիքում, բայց տարիներ պահանջվեցին, որպեսզի նստի գահին։ Օծման եւ թագադրման միջև եղել են քարանձավ, հետապնդում, մենակություն եւ սպասում։ Աստված չէր մոռացել Դավթին։ Աստված ձևավորում էր Դավթին, ճիշտ այնպես, ինչպես ձևավորում է ձեզ։ Եսայիա 49:15-16-ում ասվում է. «Եթե մայրը մոռանա իր կրծքով կերակրող երեխային, ապա ես քեզ չեմ մոռանա։ Ահա ես քեզ փորագրել եմ իմ ափերի վրա»։ Աստված ձեզ տանում է այնտեղ, որտեղ ոչ ոք չի տեսնում։ Դուք նրա ձեռքերում եք, նույնիսկ երբ չեք զգում դա։ Պատրաստման ժամանակը լուռ է, բայց հզոր։ Աստված ձեզ թաքցնում է ոչ թե պատժելու, այլ պաշտպանելու համար, մինչև պատրաստ լինեք։ Որովհետև օրհնությունը առանց կառուցվածքի կարող է դառնալ բեռ, եւ Աստված չի ուզում ձեզ տալ այն, ինչ դեռ չեք կարողանում պահել։ Դուք գտնվում եք աշխատանքի գործընթացում, եւ որքան մեծ է նպատակը, այնքան ավելի խորն է հիմքը։ Այսպիսով մի հիասթափվեք սպասման ժամանակից։ Այն, ինչ պատրաստվում է ձեր մեջ, կպահի ձեզ, երբ գա խոստումը։ Սա մոռացություն չէ, սա գործընթաց է, սա լքվածություն չէ, սա կատարելագործում է։ Աստված չի մոռանում նրան, ում կանչել է։ Նա պարզապես աշխատում է լռության մեջ, պատրաստելով ձեզ ինչ-որ բանի համար, որը շատ ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք։ 8-րդը. Սպասումը ցավ է պատճառում, բայց այն ձևավորում է ձեր սիրտը։
Սպասումը հավատքի ամենադժվար փորձերից մեկն է, որովհետև սպասումը ստուգում է ամեն ինչ՝ համբերությունը, վստահությունը, դիմացկունությունը։ Ցավալի է սպասել, բայց այս ցավն ունի նպատակ, այն ձևավորում է ձեզ ներսից։ Եկեղեցական 3:1-ում ասվում է. ամեն ինչի համար իր ժամանակն է, եւ երկնքի տակ ամեն գործի համար իր ժամանակը։ Աստված չի ուշացել։ Նա համընկնում է ճշգրիտ պահի հետ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, այդ թվում դուք։ Եվ այն ժամանակը, որը դուք համարում եք կորած, հենց այն ժամանակն է, երբ նա ամենաշատն է աշխատում։ Սպասումը ստիպում է հպարտությանը հետ քաշվել։ Այն սիրտը դարձնում է զգայուն Աստծո ձայնի նկատմամբ։ Այն սովորեցնում է դադարել հենվել սեփական ուժերի վրա եւ հանգստանալ այն վրա, ով իսկապես շարժում է ամեն ինչ։ Հենց սպասման ժամանակ է ամրապնդվում հավատքը։ Մինչ դուք սպասում եք, Աստված աշխատում է։ Երբեմն թվում է, թե ոչինչ չի կատարվում, բայց անտեսանելի վարագույրի հետևում երկինքը շարժում է։ Նա պատրաստում է դռներ, մարդիկ, սցենարներ եւ ձեր ներքին եսը, որպեսզի չկորչեք, երբ ամեն ինչ փոխվի։ Այն ինչ դուք զգում եք որպես ցավ կարող է լինել այն, որ Աստված ձեզնից պոկում է այն ամենը, ինչը կխանգարեր ձեզ ապրել նրա ծրագրով։ Սպասման ժամանակը նման է դաշտի, որը պատրաստում են հունձքի համար։ Նախ գալիս է էտումը, հետո պտուղները։ Այսպիսով, եթե այսօր սպասում եք պատասխանի ուղղության նոր սկզբի, մի հանձնվեք։ Սպասումը դադար չէ, սա գործընթաց է, եւ Աստված երբեք չի վատնում այն ժամանակը, ով հավատում է։ Այն ինչ գալիս է սպասումից հետո, արժե յուրաքանչյուր վայրկյանը, որ անցկացրել եք դրա մեջ։ 9-րդը։ Աստծո ծրագիրը չի հետաձգվում, այն հասունանում է։ Դուք շուրջը նայում եք եւ տեսնում եք, թե ինչպես են մարդիկ առաջ գնում, դռներ են բացվում ուրիշների համար եւ միտքը շշնջում է. ինչու դեռ ոչ ինձ հետ։ Թվում է, թե ձեր կյանքում ամեն ինչ կանգնած է, այնպես չէ, բայց թույլ տվեք հիշեցնել ձեզ։ Աստծո ծրագիրը չի ուշացել, այն հասունանում է։ Աբակում 2:3-ում ասվում է. որովհետև տեսիլքը դեռ պետք է կատարվի նշանակված ժամանակին, շտապի մինչև վերջ եւ չի ձախողվի։ Եթե ոշանա, սպասիր նրան, որովհետև անպայման կգա, չի ուշանա։ Աստված չի ուշացել։ Նա կատարում է խոստումը ճիշտ ժամանակին, ոչ ավելի վաղ, ոչ ուշ։ Այն ինչ թվում է ուշացում, պարզապես Աստված է, ով ասում է դեռ պատրաստ չէ։ Եվ սա պատիժ չէ, սա պաշտպանություն է, որովհետև նա ձեզ այնքան է սիրում, որ ավելի լավ է հետաձգի ձեզ ինչ-որ բան տալը, քան տեսնի, թե ինչպես եք կորչում այն բանի հետ, ինչ խնդրել եք, առանց պատրաստ լինելու։ Երբեմն երկինքը լռում է, որովհետև սիրտը դեռ հասունացած չէ։ Այն ինչ դուք տեսնում եք որպես դանդաղություն, Աստված է, ով հոգ է տանում մանրուքների մասին։ Նա ոչինչ չի տալիս կիսատ, նա տալիս է լավագույնը, իսկ լավագույնի համար ժամանակ է պետք հասունանալու։ Մտածեք միրգի մասին, եթե վաղ եք հավաքում, այն կանաչ է, անհամ նույնիսկ վատ։ Բայց երբ ժամանակը ճիշտ է, համը անհամեմատելի է։ Նույնն է Աստծո ծրագրերի հետ։ Այն ինչ գալիս է նրանից, կիսատ չի լինում, այն գալիս է ճիշտ կետին։ Այսպիսով, եթե ժամանակը ձեզ համար չափազանց երկար է թվում, հանգստացրեք ձեր հոգին։ Սա ուշ չէ, սա հասունացում է։ Եվ երբ հասնեք, կհասկանաք, որ սպասումը իրականում Աստծո հոգատարության ապացույցներ ձեր նկատմամբ։ 10-րդը։ Այն ինչ հեռացավ, պատիժ չէր, դա ազատագրում էր։ Որոշ կորուստներ խոր հետք են թողնում մեզ վրա։ Դուք կապվում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ, եւ հանկարծ դա դուրս է քաշվում ձեր կյանքից։ Ցավը հսկայական է, եւ առաջին մտքը ինչու Աստված թույլ տվեց սա։ Բայց կա մի բան, որ գուցե դեռ չեք գիտակցել։ Այն ինչ հեռացավ, ձեզ ազատեց։ Յովհաննեսի ավետարան 15:2-ում Հիսուսն ասում է. ամեն ճյուղ, որ իմ մեջ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է։ Երբեմն Աստված թույլ է տալիս, որ որոշ բաներ ավարտվեն, որովհետև դրանք խանգարում էին ձեզ աճել։ Նա հեռացնում է ոչ թե դաժանությունից, այլ սիրուց։ Դուք մտածում եք, որ պարտվել եք, բայց իրականում ձեզ խնայել են։ Այն հարաբերությունները, որոնք ձեզ հյուծում էին, այն հնարավորությունները, որոնք ձեզ հեռացնում էին ձեր նպատակից, այն առօրյան, որ ձեզ խաղաղությունից հեռացնում էր։ Աստված տեսավ այն, ինչ դուք չէիք տեսնում, եւ գործեց։ Եվ այո, դա ցավոտ է, բայց սա ապաքինում է։ Ազատագրումը հաճախ գալիս է կորստի տեսքով, որովհետև եթե կախված լիներ մեզանից, մենք կմնայինք այն բանի հետ, որ արդեն սպառվել էր։ Եվ Աստված սիրուց փակում է այն, ինչ մենք մենակ չէինք համարձակվի բաց թողնել։ Գուցե այսօր դուք լաց եք լինում այն մասին, ինչ եղել է, բայց մի օր դուք շնորհակալ կլինեք դրա համար։ Դուք հետ կնայեք եւ կասեք. եթե սա չավարտվեր, ես այստեղ չէի լինի։ Աստված գիտի, թե ինչ է անում։ Եվ նա ձեզ այնքան է սիրում, որ ասի ոչ, երբ ձեր սիրտը տեսնում է միայն այո, այնպես որ սրբեք արցունքները։ Կորուստը ազատագրում էր, եւ դատարկությունը, որ այն թողեց, հենց այն տեղն է, որտեղ Աստված կտնկի ինչ-որ նոր բան։ Դուք չեք պարտվել, դուք ազատվել եք, եւ սա ամեն ինչ փոխում է։ 11-րդը։ Դուռը, որ փակվեց, ձեզ փրկեց մեծ անդունդից։ Քանի անգամ եք կանգնել դրան առջև, որ կատարյալ էր թվում, բայց փակվեց ձեր առջև։ Դուք աղոթել եք, պնդել եք, հավատացել եք։ Բայց վերջում պատասխանը եղել է ոչ։ Այդ պահին սիրտը արյուն է հոսում։ Միտքը չի հասկանում, հավատքը տատանվում է։
բայց հետո մենք հասկանում ենք, այդ դուռը օրհնություն չէր, դա պաշտպանություն էր։ Հայտնություն 3:7 մեզ ասում է, որ Հիսուսն է, ով բացում է եւ ոչ ոք չի կարող փակել, եւ փակում է եւ ոչ ոք չի կարող բացել։ Այսինքն, եթե փակվեց, դա այն պատճառով է, որ նա տեսավ այն, ինչ դուք չէիք կարող տեսնել։ Նա գիտի ապագան, նա գիտի, թե ինչ է սպասվում ձեզ այդ կողմում։ Եվ եթե ձեզ չթողեց, դա այն պատճառով է, որ այնտեղ ինչ-որ բան կար, որ կարող էր ձեզ հեռացնել նպատակից, խաղաղությունից կամ նույնիսկ ձեզնից ինքներդ ձեզ։ Աստված դռներ չի փակում քմահաճույքով, նա փակում է սիրուց։ Հիասթափության ցավը հաճախ թաքցնում է նրա հոգատարությունը, խուսափելու ավելի վատ բանից։ Քանի մարդ շնորհակալ է ձեզ, որ չմտաք այդ հարաբերությունների, այդ աշխատանքի, այդ միջավայրի մեջ։ Գուցե սա ձեր դեպքն է։ Խնդիրը այն է, որ մենք պնդում ենք։ Մենք փորձում ենք ուժով բացել այն փականները, որոնք Աստված արդեն փակել է։ Բայց երբ նա ասում է ոչ, դա արվում է մեզ պահպանելու համար։ Նա գիտի, որ կան ճանապարհներ, որոնք դրսից լուսավոր են թվում, բայց ներսից անդունդներ են։ Եվ նա, որպես հոգատար հայր, նախընտրում է տեսնել, թե ինչպես է իր որդին այսօր լաց լինում, քան հետո կորած լինել։ Առակներ 16:9 հիշեցնում է մեզ. մարդու սիրտը մտածում է իր ճանապարհի մասին, բայց Տերը ուղղում է նրա քայլերը։ Նա չի թույլ տալիս ձեզ գնալ այնտեղ, որտեղ ինչպես գիտի, դա ձեզ ոչ մի օգուտ չի բերի։ Չնայած դա կարող է անհավանական հնարավորություն թվալ, Աստված միշտ ավելի հեղու է տեսնում։ Այսպիսով փոխարենը հարցնելու, թե ինչու չաշխատեց, սկսեք շնորհակալ լինել։ Որովհետև Աստծո ձեռքով փակված յուրաքանչյուր դուռ շեղում է ձեզ այն բանից, ինչը ձեզ չի տանի այնտեղ, որտեղ պետք է լինեք։ Վստահեք, որ ձերն է չի փակվի, իսկ այն ինչ փակվեց, ձեզ հանեց անդառնալի փոսից։ 12-րդը։ Ձեզ պետք չէ հասկանալ, պարզապես վստահեք։ Կամ պահեր, երբ ոչինչ իմաստ չունի, ցավը տրամաբանություն չունի, օրերը անարդար են թվում, եւ հանձնվելու ցանկությունը ուժգին է հարվածում։ Եվ հենց այստեղ է, որ ուզում եք պատասխաններ։ Ինչու Աստված, ինչու հենց հիմա, ինչու ես։ Բայց նա ձեզ պատասխանում է այլ կերպ։ Ձեզ պետք չէ հասկանալ, դուք պարզապես պետք է վստահեք։ Հովհաննեսի ավետարան 13:7-ում Հիսուսն ասաց Պետրոսին խոր բան. Ինչ ես անում եմ, դու հիմա չգիտես, բայց հետո կհասկանաս։ Այս արտահայտությունը նման է լուր գրկահառնության խառնաշփոթի մեջ։ Աստված ասում է, ես գիտեմ, թե ինչ եմ անում, նույնիսկ եթե հիմա խճճված է թվում։ Հավատքը չի նշանակում ունենալ բոլոր հարցերի պատասխանները։ Այն նշանակում է հետևել նույնիսկ երբ թվում է, թե ոչինչ չի համապատասխանում։ Սա նշանակում է գնալ մթության մեջ, հավատալով, որ Աստծո մոտ կա լապտեր, որ լուսավորում է յուրաքանչյուր քայլ, նույնիսկ եթե դուք ամբողջ ճանապարհը չեք տեսնում։ Հավատքը վստահություն է Աստծո բնավորությանը, առանց հասկանալու նրա ուղիները։ Իհարկե, բնական է ուզել բացատրություններ։ Մենք մարդիկ ենք, բայց Աստված հայր է։ Եվ ծնողները միշտ չէ, որ ամեն ինչ բացատրում են իրենց երեխաներին։ Երբեմն պարզապես գրկում են նրանց, եւ գրկախառնության մեջ խաղաղությունը նախորդում է տրամաբանությանը։ Ձեզ պետք չէ հիմա հասկանալ։ Դուք պետք է շարունակեք գնալ, սիրտը հանձնված։ Առակներ 3-ում ասվում է. հույսը դիր Տիրոջ վրա ամբողջ սրտովդ եւ մի հենվիր քո խելքի վրա։ Մեր հասկացողությունը սահմանափակ է, բայց նրա հասկացողությունը հավերժ է։ Մեր տեսողությունը մշուշոտ է, բայց նրա տեսողությունը կատարյալ է։ Նա գիտի, թե ինչ է անում։ Այսպիսով հաջորդ անգամ, երբ ոչինչ չհասկանաք, ձեր շփոթությունը դարձրեք խորան։ Հանձնվել, վստահել, հանգստանալ։ Որովհետև Աստված չի պահանջում ձեր տրամաբարությունը, նա խնդրում է ձեր հավատքը։ Եվ հավատքը, որ ծնվում է մթության մեջ, ամենավառ է փայլում, երբ նորից արևը բարձրանում է։ 13-րդը։ Բեռը, որ այսօր կրում եք, վաղը կդառնա ձեր վկայությունը։ Կան օրեր, երբ բեռը չափազանց ծանր է թվում։ Դուք արթնանում եք հոգնած, նույնիսկ քնից հետո։ Կրծքում կա տխրություն, որ ոչ ոք չի տեսնում։ Դուք դիմակայում եք մարտերին, որոնք ոչ ոք չի հասկանում, եւ թվում է, թե ոչ ոք չի նկատում, թե որքան դժվար է շարունակել։ Բայց ահա ճշմարտությունը, որ կբարձրացնի ձեզ։ Այս բեռը կդառնա վկայություն։ Բ Կորինթացիս 4:17-ը հիշեցնում է մեզ, որ մեր թեթև եւ ժամանակավոր տառապանքը մեզ համար պատրաստում է անչափ ծանր փառքի բեռ։ Այսինքն, այսօրվա ցավը ձեր մեջ ծնում է ինչ-որ բան, որ վաղը կծաղկի։ Այնինչ այսօր արդյունք է, վաղը կլինի ուղղություն։ Այնինչ այսօր ձեզ կոտրում է, վաղը կպահի ձեզ։ Մտածեք Հովսեփի մասին։ Նա կրեց եղբայրների դավաճանության ցավը, ստրկության նվաստացումը, բանտի անարդարությունը։ Բայց ի վերջո ամեն ինչ դարձավ նպատակ։ Նա կարողացավ նայել նրանց աչքերին, ովքեր ցավ էին պատճառել իրեն, եւ ասել. Աստված ինձ ձեզ առաջ ուղարկեց կյանքեր պահպանելու համար։ Ծննդոց 45:5։ Ձեր բեռն ունի անուն, ապագա։ Այն ձևավորում է ձեզ, հղկում է,
ամրացնում է ձեզ ավելի մեծ բանի համար։ Այնինչ դուք ապրում եք այսօր, վաղը կվերածվի պատմության, որ կոգեշնչի ուրիշներին։ Դուք կկարողանաք ասել. ես էլ էի մտածում, որ չեմ դիմանա, բայց Աստված պահեց ինձ։ Մի զգաք թուլություն հոգնածությունից։ Սա պարզապես ցույց է տալիս, թե որքան ուժգին եք պայքարել, բայց շարունակեք նույն ոգով, որովհետև երբ ամեն ինչ ավարտվի, իսկ այն կավարտվի, ձեր մոտ կլինի ավելին, քան պարզ հիշողություն։ Դուք կունենաք կենդանի վկայություն այն մասին, թե ինչպես է Աստված ծանրությունը վերածում փառքի։ Ցավը հավերժ չի տևի, բայց այնինչ այն կառաջացնի ձեր մեջ, այո։ Երբ հայտնվեք մյուս կողմում, շնորհակալ կլինեք, որ չհանձնվեցիք, որովհետև այսօր անտանելի թվացող բեռը կդառնա կամուրջ, որ կտանի ձեզ նպատակակետ։ Վախը գոչում է, իսկ հավատքը պատասխանում է լռությամբ։ Վախն ունի ձայն, այն շշնջում է արշալույսից առաջ, գոչում է օրվա կեսին, կատվածահար է անում, երբ ամենաշատն է պետք գործել։ Այն ասում է, որ ամեն ինչ սխալ կգնա, որ սա չի անցնի, որ դուք չեք կարողանա։ Եվ երբեմն մենք հավատում ենք դրան։ Բայց հենց այդպիսի իրավիճակում հավատքը բարձրանում է ոչ թե ճիչերով, այլ լուռ վստահությամբ։ Եսայիա 41:10 գրված է. Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի խուճապվիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Աստված գիտի, որ վախը կփորձի գողանալ ձեր խաղաղությունը։ Ահա թե ինչու նա կոչ է անում ձեզ վստահել, նույնիսկ երբ ձեր ներսում ամեն ինչ ուզում է փախչել, հետ քաշվել կամ կանգ առնել։ Հավատքը պարտադիր չէ, որ բարձրաձայն լինի, որպեսզի ուժեղ լինի։ Երբեմն այն հենց այդ հառաչանքն է արցունքների միջև։ Սա առանց խոսքերի աղոթք է։ Սա վախեցած քայլ է փոթորքի մեջ։ Հավատքը դրսևորվում է, երբ դուք որոշում եք շարունակել, նույնիսկ եթե վախենում եք։ Պետրոսը ջուրը ընկավ, երբ Հիսուսից հայացքը հանեց եւ նայեց քամուն։ Բայց երբ վախը գոչեց, Հիսուսը ձեռքը մեկնեց։ Մատթեոս 14:30։ Նա չի թույլ տալիս, որ դուք խորտակվեք, նույնիսկ երբ ձեր հավատքը փոքր է, նրա ձեռքը մեծ է։ Մի պայքարեք վախի դեմ, փորձելով հաղթել նրան ուժով։ Պայքարեք հավատալով, որ Աստված արդեն հաղթել է ձեզ համար։ Քայլ արեք նույնիսկ երբ ձեր սիրտը բաբախում է։ Վստահեք, նույնիսկ առանց երաշխիքների, որովհետև իսկական հավատքը վախի բացակայություն չէ, այլ որոշում վստահել չնայած դրան։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ վախը գոչի, մի փորձեք ավելի բարձր գոչել։ Պարզապես նայեք Աստծուն եւ ինքներդ ձեզ ասեք. ես հավատում եմ, որովհետև ի վերջո հաղթող ձայնը հավատքի ձայնն է, նույնիսկ եթե այն շշնջում է։ 15-րդը։ Աստված արդեն նախագծել է արդյունքը նախքան խնդիրը սկսվելը։ Երբևէ կարդացել եք գիրքը երկրորդ անգամ եւ նույնիսկ դժվար պահերին չհուսահատվեցիք, որովհետև արդեն գիտեիք ավարտը։ Նույնն է Աստծո հետ։ Նա արդեն գրել է ձեր պատմության ավարտը նախքան դուք բախվել եք խնդրին, եւ սա ամեն ինչ փոխում է։ Հայտնություն 22:13-ը հայտարարում է. ես ալֆան եմ եւ օմեգան, սկիզբը եւ վերջը։ Աստված ոչինչ չի սկսում առանց իմանալու, թե ինչով է այն ավարտվելու։ Ոչինչ նրան անակնկալի չի բերում։ Այս կորուստը, այս սխալը, այս ընկնելը, նա արդեն տեսել է դա եւ արդեն պատրաստել է նոր սկիզբ։ Մինչ դուք հուսահատվում եք միջոցներից, նա արդեն գիտի նպատակը։ Եվ այն ավարտը, որ նա գրել է, խաղաղության, ապաքինման եւ նպատակի ավարտ է։ Երեմիա 29:11-ը հաստատում է. ես գիտեմ այն մտքերը, որ մտածում եմ ձեր մասին, ասում է Տերը, մտքեր խաղաղության, ոչ թե չարի, որպեսզի ձեզ տամ այն ավարտը, որի եք սպասում։ Դուք կարող եք չհասկանալ, թե ինչ եք ապրում հիմա, բայց Աստված արդեն տեսել է հետոն, եւ այդ հետոն պարտությամբ չի ավարտվում։ Այն ավարտվում է նրանով, որ դուք կանգնում եք ոտքերի վրա, ավելի ուժեղ, ավելի հասուն եւ հզոր վկայությամբ ձեր ձեռքերում։ Գուցե դուք դժվար գլուխ եք ապրում, բայց մի փակեք գիրքը։ Հեղինակը դեռ գրում է, եւ նա չի սխալվում։ Այնինչ այսօր ցավ է, վաղը կլինի բացահայտում։ Այնինչ այսօր թվում է ավարտ, ընդհանրապես շրջադարձային կետ է ձեր պատմության մեջ։ Այսպիսով վստահեք, ձեր կյանքի սցենարիստը ճշգրիտ գիտի, թե ինչպես անցկացնել յուրաքանչյուր տեսարան։ Եվ երբ հետ նայեք, կհասկանաք, որ ոչինչ զուր չի եղել։ Աստված հոգ է տանել առաջին տողից ի վեր, 16-րդը։ Սգի ժամանակը կանցնի, եւ խաղաղությունը կվերադառնա։ Լացը դրա մաս է կազմում։ Երբեմն սա ամեն ինչն է, ինչ մենք կարող ենք անել։ Խոսքեր չկան, միայն արդյունքներ, ուժեր չկան, միայն հառաչանքներ։ Բայց Աստված այսօր ասում է ձեզ. այս ժամանակը կանցնի, եւ խաղաղությունը կվերադառնա։ Ձեր ցավն ունի պիտանելիության ժամկետ, եւ թեթևացումն արդեն մոտենում է։ Սաղմոս 30-ում գրված է. լացը կարող է տևել գիշեր, բայց առավոտյան գալիս է ուրախությունը։ Սա պարզապես փոխաբերություն չէ, սա խոստում է։ Մութ գիշերները հավերժ չեն տևում, հույսի լույսը բռնկվում է ճիշտ ժամանակին, եւ երբ այն գա, ոչինչ այլևս նույնը չի լինի։ Դուք կարող եք չտեսնել, թե ինչպես է դա կատարվում։ Գուցե ամեն ինչ դեռ խճճված է, մշուշոտ, բայց Աստված աշխատում է նույնիսկ փոթորկի մեջ, եւ նա պատրաստում է այն պահը, երբ ձեր հոգին կրկին կժպտա։ Նույնիսկ եթե այսօր ամեն ինչ չափազանց ծանր է թվում, թեթևությունը կառուցման փուլում է։
Այսօր զգացվող ցավը վաղը կդառնա սպի, եւ յուրաքանչյուր սպի պատմում է հաղթահարման պատմություն։ Ձեզ չեն ջախջախում, ձեզ ձևավորում են։ Աստված վերականգնում է ոչ միայն ձեր իրավիճակը, այլև ձեր ներքին եսը։ Խաղաղությունը կգա ոչ միայն հանգամանքների փոփոխությունից, այլև ներսից։ Այն կգա, երբ հասկանաք, որ Աստված միշտ ձեզ հետ է եղել, նույնիսկ լռության մեջ։ Այն խաղաղությունը, որ նա տալիս է, գերազանցում է խելքը։ Փիլիպեցիս 4:7։ Այն կախված չէ արտաքինից կատարվողից, այլ ներսում կառուցվողից։ Այսպիսով ամուր պահեք։ Այսօրվա արցունքները թուլության նշան չեն, այլ սրտի, որ դեռ հավատում է, եւ նույն այդ սիրտը շուտով կուրախանա, որովհետեւ Աստված ոչ միայն ապաքինում է, այլև վերադարձնում է խաղաղություն։ Եվ երբ այն վերադառնա, կգա կրկնապատիկ ուժով։ 17-րդը։ Երբ դուք բաց եք թողնում վերահսկողությունը, Աստված բաց է թողնում հրաշքը։ Մեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ վերահսկողության տակ է, այնպես չէ, պլանավորել, կանխատեսել, խուսափել ռիսկերից, բայց ճանապարհորդության մեջ կա մի պահ, երբ հասկանում եք, հրաշքը գալիս է միայն, երբ բաց եք թողնում, որովհետև մինչդեռ ձեռքերը զբաղված են լուծումներ փնտրելով, Աստված չի կարող գործել։ Ելք 14-րդ գլխում Իսրայելի ժողովուրդը հայտնվեց թակարդում, ծովի եւ Եգիպտոսի բանակի միջև, եւ Մովսեսն ասում է. «Տերը կպայքարի ձեզ համար, իսկ դուք լուռ կմնաք»։ Ելք 14:14։ Երբեմն Աստված սպասում է միայն նրան, որ դուք դադարեք պայքարել ձեր սեփական զենքով, որպիսի նա կարողանա գործել։ Վերահսկողությունը բաց թողնելը հանձնվել չէ, այլ վստահել։ Այն ասում է. Աստված, ես արել եմ այն ամենը, ինչ կարող էի, հիմա հերթը քեզն է։ Եվ հենց այդ պահին, երբ բաց եք թողնում վերահսկողությունը, նա բաց է թողնում հրաշքը, որովհետև հավատքը պահելը չէ, խոսքը հանձնելն է։ Անհանգստությունը փորձում է համոզել ձեզ, որ եթե հիմա ինչ-որ բան չանեք, ամեն ինչ կփլուզվի, բայց Աստված հրավիրում է ձեզ հանգստանալ։ Հասուն հավատքը հասկանում է, որ սпасել է նույնպես գործողություն է, եւ այդ բաց թողնելը հաճախ ամենախիզախ շեստն է, որ գոյություն ունի։ Երբ դուք կորցնում եք վերահսկողությունը, Աստված ստանձնում է առաջնորդությունը, եւ նա լավ է առաջնորդում։ Նա չի կորչում, չի շեղվում ճանապարհից, նա արդեն առաջ է, պատրաստելով ձեր ճակատագիրը։ Եվ ամեն ինչ, ինչ ձեզ պետք է անել, թույլ տալ, որ նա տանի ձեզ։ Այսպիսով այսօր դադարեցրեք պայքարել այն բանի դեմ, ինչ չեք կարող փոխել։ Փակեք հոգու աչքերը, խորը շունչ քաշեք եւ ասեք. «Տեր, սա քո ձեռքերում է», որովհետեւ երբ դուք բաց եք թողնում, երկինքը սկսում է գործել։ 18-րդը։ Ձեր աղոթքն արդեն սկսվել է։ Նույնիսկ առանց տեսանելի պատասխանի։ Երբևէ զգացել եք, որ աղոթում եք դատարկության մեջ, կարծես ձեր խոսքերը չեն անցնում առաստաղից այն կողմ։ Երբեմն թվում է, թե Աստված չափազանց երկար է լռում, բայց ճշմարտությունն այն է, որ ձեր աղոթքն արդեն սկսվել է, նույնիսկ առանց տեսանելի պատասխանի։ Դանիել 10:12-ում հրեշտակը ասում է Դանիելին. «Այն օրվանից, երբ դու դրիր քո սիրտը հասկանալու եւ խոնարհվելու քո Աստծո առջև, քո խոսքերը լսվեցին»։ Այլ կերպ ասած, պատասխանն արդեն ճանապարհին էր, բայց ընթանում էին անտեսանելի մարտեր։ Այն փաստը, որ դեռ ոչինչ չեք տեսնում, չի նշանակում, որ Աստված ոչինչ չի անում։ Նա լսում է յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հառաչանք, յուրաքանչյուր գոչյուն, եւ ճիշտ պահին անտեսանելին կդառնա տեսանելի։ Ձեր աղոթքն ունի հստակ հասցե եւ դատարկ չի վերադառնում։ Հաճախ Աստված ավելի շատ մտահոգված է նրանով, ինչ անում է ձեր ներսում, քան նրանով, ինչ պատրաստվում է տալ։ Նա հետաձգում է ձևերը, ամրացնում է, մաքրում է, եւ գալիք պատասխանը շատ ավելի կշռեղ կլինի, քան այն, ինչ խնդրել եք, որովհետեւ Աստված չի կատարում խնդրանքներ, նա կատարում է նպատակներ։ Շարունակեք աղոթել, նույնիսկ առանց կամքի, առանց պատասխանների, առանց նշանների։ Աղոթքը ոչ միայն փոխում է իրականությունը, այլև փոխում է ձեզ, եւ երբ դուք փոխակերպվում եք, ձեր շուրջը գտնվող լանդշաֆտը սկսում է արտացոլել դա։ Հավատացեք, երկինքը շարժման մեջ է, հրեշտակները աշխատում են, եւ Աստված արդեն սկսել է, ձեր աղոթքը լսվել է։ Հիմա մնացել է միայն ժամանակի հարցը, երբ խոստումը կդառնա իրականություն ձեր աչքի առջև։ 19-րդը։ Աստված վերածում է խառնաշփոթը ճանապարհորդության, իսկ ավարտը նոր սկզբի։ Երբևէ եղել եք կյանքի այնպիսի կետում, երբ ամեն ինչ կորած էր թվում, երբ այլևս ծրագրեր չկային, միայն բեկորներ, որովհետև հենց այդպիսի սցենարում Աստված ամենաշատն է սիրում գործել, վերածելով խառնաշփոթը ճանապարհորդության, իսկ ավարտը նոր սկզբի։ Ծննդոցում Աստվածաշունչը սկսվում է նրանով, որ երկիրը անձև եւ դատարկ էր, եւ անդունդի երեսին խավար կար։ Բայց Աստված ասաց. «Թող լույս լինի», եւ լույս եղավ։ Նա ստեղծում է ոչինչից, նա կարգի է բերում խառնաշփոթը, նա վերականգնում է այնտեղ, որտեղ արդեն բոլորը հանձնվել են։
Այնինչ այսօր անկարգ թվում է, վաղը կդառնա ուղղություն։ Այնինչ հիմա հուսահատություն է, շուտով կվերածվի հաղթահարման պատմության։ Աստծուն չի վախեցնում ձեր խառնաշփոթը։ Նա մտնում է դրա մեջ եւ ծնում է նոր ժամանակ։ Նա տեսնում է հնարավորություններ այնտեղ, որտեղ դուք տեսնում եք միայն կորուստներ։ Եվ երբ թվում է, թե ամեն ինչ ավարտվել է, նա գրում է նոր գրքի առաջին գլուխը։ Խաչը աշակերտների համար ավարտ էր թվում, բայց երրորդ օրը գերեզմանը դատարկ եղավ, որովհետև Աստծո մոտ վերջնական կետ չկա առանց հարության։ Ձեր խառնաշփոթը հրաշքի հումքն է։ Ավերակները նրա պատմության աղյուսներն են նոր ժամանակի համար։ Եվ նույնիսկ եթե մտածում եք, որ ոչինչ չի մնացել, Աստված ցույց է տալիս ձեզ, որ դեռ ունեք նրան, եւ դա ամեն ինչը։ Բարձրացրեք գլուխը։ Նոր սկիզբն արդեն սկսվել է, եւ այնինչ այսօր թվում է ամենացավոտ ավարտը կդառնա ամենահզոր սկիզբը, որ երբևէ ապրել եք։ 9-րդը. նա ուշ չի եկել։ Նա միշտ հոգ է տանել ամեն ինչի մասին։ Երբեմն մենք մտածում ենք, որ Աստված հայտնվում է միայն ցավից հետո, կորուստից հետո, ընկնելուց հետո, վախից հետո։ Բայց ճշմարտությունը մյուսն է։ Նա երբեք ուշ չի եկել։ Նա միշտ հոգ է տանել ամեն ինչի մասին։ Սաղմոս 121:4-ում ասվում է. «Ահա Իսրայելի պահապանը ոչ քնում է, ոչ էլ քնեցնում է»։ Աստված չի քնում, չի շեղվում, չի ուշանում։ Մինչ դուք քնում եւ լաց էիք լինում, նա կողքին էր, հսկելով ձեզ, հոգ տանելով այն մասին, ինչի մասին դուք նույնիսկ չէիք կասկածում, որ ձեզ պետք է։ Նա արտակարգ իրավիճակների Աստված չէ, նա ներկայության Աստված է։ Ցավից առաջ նա արդեն պատրաստել էր տեղը, կորուստից առաջ արդեն ընթանում էր վերականգնումը։ Սխալից առաջ նրա մոտ արդեն բավարար շնորհք կար ամեն ինչ նորից սկսելու համար։ Մենք դա հասկանում ենք միայն հետո, երբ հետ ենք նայում եւ տեսնում փրկությունները, մանրուքները, ճանապարհները, որոնք պատահական էին թվում, բայց հոգատարված էին։ Աստված այնտեղ էր կուլիսներում, լռության մեջ, կյանքի տողերի միջև։ Այսօր նա ուզում է, որ դուք հասկանաք սա, որ դադարեք սпасել հետոին եւ սկսեք վստահել հիմային, որովհետեւ նա արդեն այստեղ է, հոգ տանելով ձեր սրտի մասին, բացելով նոր դռներ, վերականգնելով այն, ինչ ավերված էր թվում։ Դուք երբեք մենակ չեք եղել եւ երբեք չեք լինի, որովհետեւ նույնիսկ երբ ամեն ինչ անտեղի էր թվում, Աստված ամեն ինչ իր տեղն էր դնում։ Նա երբեք ուշ չի եկել, նա միշտ հոգ է տանել ամեն ինչի մասին։ Եթե այս պատկամը դիպչել է ձեր սրտին, իմացեք, որ դա պատահական չէր։ Աստված օգտագործեց այս տեսանյութը հիշեցնելու ձեզ, որ նա շարունակում է հոգ տանել ամեն ինչի մասին, նույնիսկ այն մանրուքների, որոնք դեռ չեք տեսնում։ Շնորհակալություն, որ մնացիք այստեղ, որ բացեցիք ձեր սիրտը եւ ինձ հետ գնացիք այս խոսքով։ Յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր մեկնաբանություն, յուրաքանչյուր այստեղ արտասանված աղոթք ամրացնում է այն հավատի համայնքը, որ մենք միասին կառուցում ենք։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք հիմա, ակտիվացրեք զանգը եւ դարձեք ալիքի անդամ։ Այստեղ ամեն օր մենք լսում ենք նոր խոսք, հավատի, ապաքինման եւ վերականգնման մասին։ Մեկնաբանություններում պատմեք, թե ինչ եք զգացել այս տեսանյութի ընթացքում։ Ես մեծ սիրով կարդում եմ ամեն ինչ։ Եվ ով գիտե, գուցե ձեր փորձառությունը դիպչի նաեւ ուրիշի սրտին։ Աստված օրհնի ձեր կյանքը, եւ կտեսնվենք հաջորդ տեսանյութում։